Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունները ավարտվել են իշխանափոխությամբ։ Երկարամյա վարչապետ Վիկտոր Օրբանը ընդունել է իր պարտությունը, ավարտելով 16 տարվա իշխանությունը։ Օրբանը շնորհավորել է ընդդիմադիր ՏԻՍ կուսակցության առաջնորդ Պետեր Մաջարին ընտրությունների արդյունքը բնութագրելով որպես ցավոտ, բայց հստակ։ Նախնական տվյալներով Մաջարիի ղեկավարած ՏԻՍ կուսակցությունը ստացել է խորհրդարանի 199 մանդատներից շուրջ 138-ը, ապահովելով սահմանադրական մեծամասնություն։ Սա հնարավորություն կտա նոր իշխանություններին փոփոխություններ իրականացրել, այդ թվում վերանայել Օրբանի կառավարման տարիներին ընդունված վիճահարույց որոշումները։ Օրբանի Ֆիդես կուսակցությունը, որը նախկինում ուներ 135 մանդատ, այժմ կարող է ունենալ ընդամենը մոտ 55 տեղ։ Եվրոպական առաջնորդները լայնորեն ողջունել են ընտրությունների արդյունքները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է. «Մեջբերում եմ, Հունգարիան ընտրեց Եվրոպան», մեջբերման ավարտ։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ընդգծել է, որ Հունգարիայի տեղը Եվրոպայի սրտում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ սա հաղթանակ է, որը ցույց է տալիս հունգար ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սմարթմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես շնորհավորել են Մաջարիին, ընդգծելով միասնական Եվրոպայի կարևորությունը։ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ընտրությունների արդյունքները գնահատել է որպես ժողովրդավարության հաղթանակ ամբողջ աշխարհում, ընդգծելով հունգար ժողովրդի հաստատակամությունն ու օրենքի գերակայության կարևորությունը։ Միևնույն ժամանակ այս արդյունքը դիտվում է որպես հարված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, ով նախընտրական շրջանում աջակցել է Վիկտոր Օրբանիին։ Պետեր Մաջարը իր քարոզարշավում կենտրոնացրել էր կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության զարգացման և առողջապահության համակարգի բարելավման վրա։ Նա խոստացել է վերականգնել Հունգարիայի հարաբերությունները Եվրոպական միության հետ և ամրապնդել կապերը ՆԱՏՕ-ի հետ։ Մաջարը հայտարարել է, որ իր առաջին այցը վարչապետ դառնալուց հետո կլինի Լեհաստան, այնուհետև Վիեննա և Բրյուսել։ Ընտրությունների գիշերը Բուդապեշտում տոնականներ, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Դանուբի ափին նշելու իշխանափոխությունը։ Շատ երիտասարդների համար սա անսովոր պահ էր, քանի որ նրանք մեծացել էին Օրբանի իշխանության տարիներին։ Մաջարը, դիմելով իր կողմնակիցներին, հայտարարել է. «Մեջբերում եմ, մենք միասին ազատագրեցինք Հունգարիան», մեջբերման ավարտ։ Նրա հաղթանակը շատերի կողմից դիտվում է որպես նոր էջ երկրի պատմության մեջ և շրջադարձ դեպի ավելի եվրոպամետ քաղաքականություն։